Որ կողմից է փակ։ Այն կողմից փակել են, այսքանը մնացել է արանքը։ Հիմա դուրս են գալի, այսքանը դուրս է գալիս, էլի եկեք փակեք։ Ժողովուրդ ջան, ստեղից մի քիչ հետ են գնում, այս միջանկյալ հատվածում մնացած մեքենաները դուրս են գալի, էլի ակցիան շարունակում ենք, հետո էլի խոսանք։ Հիմա դուրս են գալի։ Հովանեսյան, կամած անձնակազմը առաջա գալի, այս մեքենաներին ազատում ենք արանքից։ Անհամաչափ խնդրում եմ չսահմանափակել հանրոց իրավունքները, ձեր ակցիան շարունակեք։ Արեք։ Ինչով է պայմանավորված այսօր ոստիկանության աննախադեպ ուժերի։ Աննախադեպ չի, հարգելի լրագրողներ, մենք գնահատում ենք օպերատիվ իրավիճակը, հա, մենք արդեն մի շաբաթ առաջ հայտարարված էր, որ այսօրը լինելու է ակցիա, մենք պատրաստված եկել ենք, որ բան Դղեք առաջ է գալի մեքենաները հետևով գնում են այս հարգելի կազմում Լսի, այս մեքենաները մնացել են արանքում, վերևը փակված է, ներքևը փակված է, չեն դիմանա, այլոց իրավունքները մի որ ասեսյան, եթե սադրիչ գործողություններ անես, ձեր բերման ենթարկել։ Ստաց էր իրավունքնա, ես պատրաստ եմ բերման ենթարկվելու։ Հարգելի լրագրողներ, պարոն Ազիզյանը յուրովի է մեկնաբանում օրենքը, եթե ինքը կփորձի որևէ մեկին այստեղից բերման ենթարկել, կլինի բացառապես անօրինական։ Սիրելի կասացիներ, փողոցը դուրս չենք գալիս, մենք ունենք պահանջ, իշխանությունները պարտավոր են լսելու մեր պահանջը։ Պարոն Ազիզյան, դուք կարող եք ինձ բերման ենթարկել, որի համար կենթարկվեք պատասխանատվության ամենայն հարգանքով հայտարարում եմ։ Այսինքն Սիրելի կասացիներ, այս պահին դուք եք սպառնում բերման ենթարկելու։ Չեմ սպառես, օրինական ներկայացնում եմ ինչ որ հասանելի է, այս ասում եմ, որ դուք անօրինական եք ներկայացնում։ Սադրակի մի տարեք ժողովրդին խնդրում է, սիրելի կասացիներ, այս պահին ռոշան համանքը միանում է մեզ, սիրելի կասացիներ, ռոշանցիները երբով գալիս են մեր մոտ, հարգելի ոստիկաններ, խնդրում է, ոչ մի միջադեպի մի գնացել։ Այսօր մենք էլ երեխա ունենք, խոսքի մեր երեխա ումար ենք անում։ Իմ երեխան վաղ գալու է տրանսպորտ ասի, ախպեր։ Մենք ուշ չենք գործադրում։ Ուղղակի խոսում ենք, որ թողեն փակ են Ես երդերեք նացում է մեղկա մենակ աղբեր երեխեն, թո անցնեմ փագի էլի։ Չեմ սարքել։ Իմ հետի ակցիայի մասնակից այնտեղ էլ կա Սաղիտ է վերաբերվում մեզի մեր բոլորի խնդիրն է էսի։ Դուք էլ պետք է մեր կողը տանեք, Մենք ուրիշ բան չենք ասում, այս մեքենաները մնացել են փակուղու մեջ, թող մեքենաները ազատ են, էլի ձեր ակցիան շարունակեք։ Վերջերս ձեր ասած ձեր պահանջը զուտ մարդասիրությունից է ելնում, որ տրանսպորտը տանեն, գյուղի մեջ հասցնեն, որտեղ ձեր համար նեղություն է։ Հիմա դուք ուրիշներին նեղություն տալով, ուրիշների իրավունքները ոտնահարելով փորձում եք ձերը առաջ տանել։ Ցույց տվեք, որ դուք եք համագործակցում, որ ձերդ էլ համագործակցում։ Պարոն գնդապետ, կներեք
3 անգամ գնացին կառավարություն, մարզպետի մոտ, այս հարցի Մենակ լուծում չեն չկա։ գնացել, եկել են իրանք են եկել։ Մենք էլ ենք իրանցից հետո 3 անգամ էլ մենք ենք գնացել, լավ լուծում տալով, օրենքով լուծում տալով, այս ամեն ինչը մեր սրտով էլ չի, ձեր սրտով էլ չի։ Մենք նախորդ անգամ էլ ենք իրար հետ շփվել, մեր համար հաճելի չի։ Մենք լիքը խնդիրներ, ծառայությունը, բաժինները ծառայություններից կտրվել են, բյուրիշների գործերը մնացել է, եկել ենք ստե կարգ ենք պահում, բայց հարցի լուծումը իրանց դաշտում է ու եղել է ձեր հետ համատեղ քննարկումների բաների արդյունքում։ Ջիգեր ջան, այդ է խնդիրը։ Վաղապշե քննարկում չի եղել, իրանք իրանցն են ասել, մենք մերն ենք ասել, ու իտոգում ոչ մի քննարկում չի եղել։ Հիմա մենք մերը ասենք, դուք ձերը ասեք, արդյունքում դառնալա կոնֆլիկտ չէ։ Մեր ամենամինիմալ բան ենք մենք ասել ենք մեր ինվալիդները այս դիքը չեն կարող հելեն, այս Իրանց համար ես գիտեմ, որ տրանսպորտը առանձնացված իրան։ Չէ, պարոն Ազիզյան, ժողովուրդը պայքարում է իրանց դիքի համար, որ իրան երեխեն չելի տրած, ինվալիդը չի տրած։ Միա դիքը իրանց համար ինչ է, իրանց անցում է սարքեց, անցում ավելի անցումը իրար հետ մտիկ անցում։ Այդ դրա համար բան արեք, որ անցումը սարքել նորմալ աշխատանք։ Բարոն գնդապետրա վրա պայքարը, ձեր պայքարը կոնկրետ նպատակով է կտենց խնդիրների, ոչ թե հենց խնդրի, որ ամբողջ Երևանին ու հանրապետությանն է վերաբերում։ Ֆինանսական առում է, ֆինանսականը ողջի դարձել է խնդիրը։ Բարոն գնդապետ։ Մեր համայնքում Ջերմաշարժողական լծած չի, որ կարենանք մի դու պատկերացնում եք այդ մարդիկ լավ մի բան նորը հայտարարեց մարզպետ։ Մեքենաներ կա նայեք հենաշարժողական խնդիրներ ունեցող լիքը մարդիկ կան ստեղ։ Մի դուք ո՞նց եք պատկերացնում այդ հենաշարժողական խնդիր ունեցող մարդիկ ո՞նց են իջնելու։ Մի վարքյան դուք այդ չեք ասում ոնց են իջնելու համար տրանսպորտ առանձնացված։ Առանձնացված չի։ Այսինքն եթե մարդը խնդիր ունի, ինքը Երևանից կտրվում է։ Չէ, Դրա համար եմ ասում, մեր պահանջը սոցիալական է, ասեմ ձեզ, ոչ մի քաղաքական միտում չկա։ Եղբայր, մի բան կլինի ասեմ, ասեցիր դու։ Հիմա այդ եթե չեմ սխալվում, յուրաքանչյուր տրանսպորտը ունի նաև Wi-Fi, MiFi սարքածին ինքը բարձնա կարաս նայես հեռախոսով, որտեղ է տրանսպորտը, որ պահինա գալի։ Լսի, աշխարհն հենց է փոխվել, որ սաղ էլ կարում են նայեն։ Դու կարակ պահանջեք այդ հենաշարժողական խնդիրներ ունեցող մեքեն բանը մարդկանց համար իրանք իմանան, որ այդ մեքենան կոնկրետ առանձին է նշված, խոսքի կանաչ գույնով։ Ու ինքը սպասի իր կանաչ գույնով մեքենային գալու։ Մի կենտրոնացեք մենակ հենաշարժողական։ Դու ես ասում Մարդկանց ֆինանսականը, երկրորդ կոմը նայեք, սովորական ուսանողները 100 դրամ տալու են իշնեն ստեղ։ 150 տալու են իշնեն աջափնյակ, 150 տալիս են այդ մենք կենտրոն, դուք մարդկանց ֆինանսական բեռը չեք պատկերացնում։ Մի հատ բան ասեմ, պարոն գնդապետ, Կարող է դուք ձեր հոգու խորքում իմ հետ համաձայնեք, բայց դուք ձեր ուսադիրներից ելնելով մենք բոլորս էլ պատկերացնում ենք ոստիկանության բոլոր ծառայողներն ձերպես քաղաքացիներ են։ Հիմա մենք ի պաշտոնե պետության կողմից լիազորված ենք որոշակի գործողություններ կատարելու, այսինքն մեր իրավունքների շրջանակներում դրա համար ենք մենք ստեղ։ Դուք ճանապարհ եք փակում, մենք էլ անձրակցական կարգ ենք։ Մեր ակցիան խաղաղ է, երբ որ մենք հավաքվենք, դրա համար ապահովում ենք նաև ձեր շփումը պետական իշխանությունների հետ։ Որ մեկը բաժարա տալի, դուք ձեր պահանջը կանեիք, բայց ժամանակ պահանջ չենք, ամբողջ ուժով հարկադրանք կկիրառենք, եթե տենց բան լինի։ Իսկ հիմա աջակցում ենք ձեր խաղաղ ակցիա իրականացմանը։ Այնտեղ կփագեն, այնտեղ կկիրառեք։ Չէ, ասում ես, այսինքն դու կողմ ես, որ ստեղ կարող ավտո էլ բաժար տան։ Հարցին լուծում տակ, կներեք էլի դուք հիմա ստեղ եք, որ հարցին լուծում տակ։ Քաղաքական հարց։ Իսկ եթե դուք չեք կարում հարցին լուծում տակ, ով պետք է զբաղվի սրանով։ Չէ, իրանք հարցին լուծում տալու։ Դե ասում է այո։ Հարցին չեմ լուծում տալի, ես հարցին որ ճանապարհը փակվել է։ Հարցին լուծում տալու դրեցի, դրա համար են ճանապարհը Նախարարի մոտ ես եղել եմ բոլոր հանդիպումներին, այնտեղ հարց եմ տալի, ասում եմ ֆինանսականը ո՞նց է լուծվելու, ժողովուրդը այս միասնական համակարգի տոմսերը առե, այդ զեղ չէր, լիքը զեղով գիտի, այդ ամեն ինչը ժողովուրդը գնել է, այնձի պատասխան ինչ են տալի, ասում են մենք մեղավոր ենք, որ դուք փող չունեք։ Այդ պատասխան են տալի։ Դուք էլ իմացեք ժողովուրդ ջան, այդպես պատասխան են տալի այդ վերջի հանդիպման ժամանակ։ Ասում են մենք մեղավոր ենք, որ ձեր ջեբը փող չկա, ախպեր ունեցեք։ Համայնքման արդյունքում պետք է համայնքները զարգանան, չէ՞, ըստ կանոնի։ Բայց մեր համայնքը հիմա դեգրադացում։ Ավտոբուսներից հետ են կետում դեպի գազելներ։ Այսինքն 100 մետրի համար 100 Դուք ասեք մենք հասկանանք, մենք չենք հասկանում։ Բարե փոխում են անունը դրե։ Որն է բարե։ Գազել տնեն աշխատի միջև եղբայր որ փոխվում է Ռայոն աշխատի։ Երբ
մտածում այս թե ինչա որ ժողովուրդը որ ֆինանսապես ժողովուրդը ավելի տուժում է երթուղին կարճանում է ապա ավելի հարմարավետություն էլի 8 հանգանում է որն է բարեփոխումը Իրանք սաղ անգիր գիտեն մեզնից լավ անգիր ժուրնալիստներն էլ իմանա բոլորը ենք ասում ենք բացատրում որ այս ակցիան սոցիալական բնույթ է կրում ու խաղաղ է մարդիկ պահանջում են որ մեծ համայնք է 12-13 հազար հոգանոց համայնք է դուք պատկերացնում եք մի ուսանողը 7-800 դրամով հասնում է բան իրա բուհը Մյուսները մեզ կներեն հաստատ որ իմանան ինչի համար ախի Նիկոլ Փաշինյանն մենք Նիկոլ Փաշինյանն էլ այս նույն ճանապարհով բերեցին իշխանության հիմա այս նույն ճանապարհով ուզում ենք այս հարցը լուծենք մի հատ Նիկոլ անցնել է հա թող այս հարցը լուծեն մենք խոմ չենք ասում հերա իշխանություն հերացի կամ ուրիշ բան թող գան հարցը լուծեն անցած անգամ ասացի ձենս էլ կտրվի հիվանդը անցած անգամ ասացի այս անցում է լուսաբանը տեսեք ինչ վիճակ էր անցում մարդ չի կարող մտնի Thank you.